Էլով չի կարողանում առանց հացի, կոմենտներում գրեք ինչ հաց եք ընտրում, ինչ հաց եք սիրում, որպեսզի իրար օգնենք ճիշտ ընտրություն անել ու ճիշտ քանակությամբ օգտագործենք հաց։ Հացը ածխաջուր է, ու առանց ածխաջուրի հաստատ մենք չենք կարող, որովհետև մեզ համար էներգիա աղբյուրն է։ Հացից ուռում են, չաղանում են, որովհետև եթե հացը պատրաստած է սպիտակ ալյուրից եւ եթե հացը մենք չարաշահում ենք, այո, դա մեզ խանգարելու է ոչ միայն նիհարելու տեսակետից, այլ առողջության համար։ Մեզ ամեն ինչ կարելի է, մենք կարող ենք ուտել հաց, հարցը քանակի մեջ է եւ հացի որակի մեջ է։ Դրա համար եթե հետևում եք ձեր սննդակարգի, ուզում եք քաշքցեք, պարտադիր չէ կտրուկ միանգամից հացից հրաժարվել, պետք է աստիճանաբար քչացնել սպիտակ հացի, փափուկ հացերի քանակը եւ մի մասով փոխարինելով այն հացը, որը չի պարունակում սպիտակ ալյուր կամ գոնե խառնածառ, ժանոյ հաց, առանց դրոժի հաց ու նույնիսկ օգտակար տեսակը օգտագործել չափի մեջ, այդ չափը ամեն մեկը իր համար է որոշում, դա շատ անհատական է։ Նայած ինչ քաշա մարդու մոտ, նայած ինչ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվությունը, նպատակը, ինչից է սկսում նիհարել, դրա համար հացի քանակը շատ անհատական է։ Բայց եթե դուք ունեք սովորություն ուտել հացով ամեն ինչ, օրինակ նույնիսկ կարտոֆիլը, մարդկա մակարոնը, պելմենին էլ է հացով ուտում, բրինձը, հնդկաձավարը, հաճարը հացով, դա արդեն հաստատ կարող եք անել կամ քչացնել, որովհետև այդ ամեն ինչ, ինչ որ ես տվյարկեցի, դրանք պարունակում են ածխաջուր։ Եվ ածխաջուրի հետ արդեն չափը հաստատ շատ կլինի։ Ավելի լավ է ավելացրեք աղցան, որ ստամոքսում տեղ զբաղվածնի, կերեք այդ հնդկաձավարը եւ անպայման մեծ կտոր միս կամ հավ կամ ձուկ, այդտենց դուք ավելի լավ կկշտանաք։ Եթե կուզեք էլ հաց, եթե առանց հացի ոչ մի կերպ չեք կշտանում, վերջում մի փոքր կտոր հաց կարող եք ուտել, որ զգաք այդ հագեցվածությունը։ Փորձեք։ Նույնը վերաբերվում է լավաշին, որովհետև կապ չունի հացի տեսքը, ինքը բուլկի է, ինքը հացի բուխանկա է, կամ ինքը մատնակաշ է, կամ ինքը լավաշ, ինքը նույն հացը։ Կարդացեք պիտակները, որպեսզի լավաշի մեջ քիչ լինի սպիտակ բարձր կարգի ալյուր եւ օգտագործեք էլի չափի մեջ։